Կապիտալի շուկայում նոր խաղացող է հայտնվել Alpha Pharma։ Ընկերությունը թողարկել է 1.5 միլիարդ դրամի պարտատոմս, որը շատ կարճ ժամանակում տեղաբաշխվել է։ Այն թե ինչով է պայմանավորված հենց այս փուլում կապիտալի շուկա մուտք գործելու որոշումը ես կզրուցեմ Alpha Pharma-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Եվ այսպես առաջին հարցը, պարոն Մացակյան, ինչու հիմա որոշեցիք մուտք գործել կապիտալի շուկա եւ արդյոք սա բանկային ավանդական վարկային գործիքների այլընտրանք է, թե ավելի ռազմավարական որոշում է կոնկրետ ներդրումների համար։ Շնորհակալություն։ Կարող եմ ասել, որ երկու գործոններ կա։ Նախ Հայաստանում կապիտալի շուկան կարելի ասել դեռ առաջի քայլերն է անում եւ նոր է զարգանում։ Դրա համար մինչ այդ չկային գործիքներ լավ ձևավորված, որից կարելի էր օգտվել։ Սակայն վերջի տարիներին նաև որոշակի պետական աջակցության շնորհիվ կապիտալի շուկան ակտիվացել է եւ իրոք հետաքրքիր էր մուտք գործել այդ շուկա ավելի երկար, այսպես ասած, փողեր ներգրավելու համար ու նաև այո, ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր որպես դիտարկելով, որովհետեւ մինչև հիմա բանկային ֆինանսավորումը կամ բանկերի միջոցով դրամական միջոցներ ներգրավելը ենթադրում էր գրավի առկայություն մեծ մասամբ, որը նշանակում է, որ եթե որևէ բիզնես եթե չունի անշարժ գույք, իր համար դժվար է ֆինանսական միջոցներ ներգրավելը։ Պարոն Մացակյան, այսինքն ինչ-որ առումով նաև ռիսկային է գույքը գրավադրես, դրա դիմաց գումար ստանաս, բիզնես ոլորտը, չգիտես, իհարկե կան ընկերություններ, ինչպես ձերն է, որ երկար տարիների պատմություն ունի, բայց ինչու ոչ օգտվել այս գործիքից։ Այո, մասնավորապես մեր ընկերությունը խնդիր չի ունեցել ավանդական միջոցներ ներգրավելու, որովհետև ունենք բավական ծավալի անշարժ գույք, բայց եթե նայում ենք ռազմավարական իմաստով, այսինքն ավելի մեծ նախագծեր ֆինանսավորելու, նույնիսկ մեր ընկերության գույքը չի բավարարի նման նախագծեր իրականացնել։ Մենք ունենք մի քանի ռազմավարական նախագծեր եւ տեսնելով, որ կապիտալի շուկան ակտիվ է, կա նաեւ առաջարկ եւ աջակցություն պետության կողմից, որոշեցինք այս միջոցով ներգրավել միջոցներ։ Սա նաեւ ինչ որ առումով մեր ընկերության նկատմամբ եւ ցանկացած ընկերություն, որ մտնում է կապիտալի շուկա, որոշակի հետադարձ կապ է շուկայի կողմից։ Այո, հանրային միջոցներ եք։ Այո, որովհետեւ մի բան է դնել անշարժ գույքը գրավ, վերցնել դրամական միջոցներ, մի բան է գնալ եւ ասել, ես ունեմ այսքան տարվա փորձ, իմ գործունեությունը վարում եմ այս կանոններով, իմ վարվելակերպը շուկայում այսպես է, ինձ վստահում են, թափանցիկ եմ աշխատում կամ չեմ աշխատում, հա, ու այդ բագաժով, եթե կարելի ասել, ներկայանալ հանրությանը եւ ասել, խնդրում եմ ֆինանսավորեք։ Ու շատ ուրախ ենք, որ դրական էր տեղաբաշխումը, շատ արագ տեղաբաշխվեց, սա նաեւ ես դիտարկում եմ որպես շատ լավ հետադարձ կապ շուկայի կողմից։ Շատ լավ, հայտարարվել է, որ 1.5 միլիարդ դրամ է տեղաբաշխվել եւ տեղաբաշխված գումարները, այսինքն հավաքագրված գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի իրականացմանը։ Այո։ Բայց կարող եք մի փոքր ավելի առարկայական մանրամասը ներկայացնել, որ ուղղություններով են կատարվելու ներդրումները։ Այո, իհարկե։ Մեր ընկերությունը ամեն տարի մոտավորապես մինչև 1 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր իրականացնում։ Մի քանի ուղղություններով, հիմնականում տեղատնային ցանցի ընդլայնման, արդիականացման, մեր լոգիստիկ հաբի արդիականացման վրա, ինչպես նաև արդեն մի քանի տարի մենք ունենք նաև արտադրական փոքր բաժին, որը գնալով զարգանում է եւ մենք նաեւ ներգրաված միջոցների մի մասը ծախսելու ենք նոր սարքավորումներ ձեռք բերելու եւ մեր արտադրությունը ել ավելի զարգացնելու համար։ Պարոն Մացակյան, արդեն հայտարարվել է, որ թողարկված պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են եւ պարտատոմսերի եկամտաբերությունը սահմանված է 11.3%, ինչը շուկայում բավական այսպես մրցունակ ցուցանիշ է։ Ինչով է պայմանավորված բարձր հետաքրքրությունը։ Միայն
այսպես տոկոսադրույքի մրցունակ լինելն է, թե ընկերության նկատմամբ նաև հետաքրքրությունը, ընկերության պատմությունը, որտեղ 30 տարուց ավել արդեն շուկայում եք։ Շնորհակալություն։ Այո, տոկոսադրույքը, ինչպես նշեցիք, 11.3% էր, սակայն այն այո մրցունակ է, բայց եթե համեմատենք այլ կորպորատիվ թողարկողների հետ, մեր տոկոսադրույքը ամենացածրերից է։ Իհարկե ավելի բարձր է, քան բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի տոկոսադրույքը, որտեղ բանկերը իրենք ֆինանսական ինստիտուտներ են, ավելի խիստ վերահսկողության տակ են եւ ինստիտուցիոնալ մակարդակով բանկերի նկատմամբ կա ավելի մեծ վստահություն, որովհետեւ գիտեն, որ շատ ուժեղ վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից։ Իսկ մեր տոկոսադրույքը, եթե դուք նայեք շուկան, ուսումնասիրեք, ամենացածրերից է, եթե բանկային ոլորտը հանենք։ Հետևաբար շատ կարևոր էր մեր ընկերության իմիջը եւ վստահության մակարդակը այդքան արագ տեղաբաշխելու համար։ Մենք նպատակ չէինք դրել ամեն գնով ֆինանսական միջոցներ արագ ներգրավելու, այլ նպատակ էինք դրել ներգրավելու զուգահեռ նաև տեսնեինք, թե այն, որ մենք ասում ենք, ինչպես նշեցիք, արդեն 30 տարի շուկայում գործում ենք, մենք մեզ համարում ենք թափանցիկ, վստահելի, հաճախորդների, պացիենտների կողմից չասեմ սիրված, այլ վստահություն վայելող ընկերություն, մենք ուզում ենք հասկանանք, արդյոք դրա մեջ կա ճշմարտության բաժին, թե ոչ։ Որովհետև եթե մենք սահմանենք ավելի բարձր տոկոսադրույք, օրինակ շուկայում կան 12%, 13%, ընդհանուր 14-15% եկամտաբերության պարտատոմսեր են թողարկվում։ Գրեթե երաշխավորված երաշխավորված մենք կներգրավենք։ Մենք գնացինք մի փոքր այլ ճանապարհով, սահմանեցինք այո մրցունակ, բայց ոչ շատ բարձր տոկոսադրույք, որպեսզի հասկանանք։ Ու շատ ուրախ եմ, նաև դա ցույց տվեց ներգրաված միջոցների կառուցվածքը, որ մենք շուկայի տարբեր սեգմենտներից ստացանք դրական ազդակներ։ Մեր պարտատոմսերում իրենց ներդրում ունեցան թե ինստիտուցիոնալ ներդրողներ, ֆինանսական ինստիտուտներ, եւ թե նաև շատ մեծ կշիռ եղավ անհատ ներդրողների մասնակցությունը։ Դա ամենակարևորներից է։ Այո, գրեթե 1/3-ը տեղաբաշխված միջոցների գնել են անհատ ներդրողները։ Այո, որովհետև ինստիտուցիոնալ ներդրողները իրենք կարող են նաև գնահատել, տեսնել, հասկանալ ընկերության, այսպես եկամտաբերությունը, ապագայի հնարավորությունները եւ այլ, անհատ ներդրողները շատ ավելի այսպես ինտուիտիվ են ներդրումներ կատարում եւ դա վստահությունից է գալիս։ Անհատ ներդրողները զգայական մաս կա, ինչպես ճիշտ նշեցիք, էմոցիոնալ մաս կա, ու այդ էմոցիոնալ հետադարձ կապն էլ մենք ստացանք, ու շատ ուրախ եմ այդ էմոցիոնալ կապը, հետադարձ կապը ստանալու համար, որը նաև պարտավորեցնող է, որովհետև նշանակում է նշաձողը չի կարելի իջեցնել։ Այսինքն մենք ել ավելի պիտի լինենք պատասխանատու, ել ավելի թափանցիկ, ել ավելի նորարար մեր հաճախորդների եւ հանրության առջև։ Հայաստանի ընկերությունները իհարկե շատ հաճախ մինչև վերջերս խուսափում էին կապիտալի շուկաներ մուտք գործել տարբեր պատճառներով, մեկ չգիտեին ինչ է դա, երկրորդը խուսափում էին թափանցիկությունից, բայց կապիտալի շուկա մուտք գործելուց հետո, եթե դու ներգրավում ես հանրային միջոցներ, դա ենթադրում է, իսկ հետո նաև ցուցակումը ֆոնդային բորսայում ենթադրում է հաշվետվողականության եւ թափանցիկության, այսպես լրիվ նոր մակարդակ եւ կորպորատիվ կառավարման ինչ որ առումով նոր մակարդակ։ Ինչպես եք դուք սրան պատրաստվել եւ արդյոք ապագայում դիտարկվում եք, սա ձեր համար նախապատրաստական փուլ է, ապագայում բաժնետոմսերի հրապարակային առաջարկի IPO-ի համար։ Շատ լավ։ Իրոք թափանցիկության եւ հաշվետվողականության խնդիրը հայկական շուկայում կա։ Ու շատերին թվում է, շատ բիզնեսների թվում է, որ եթե թափանցիկ չեն, իրենց տվյալները թաքցնում են ու պարտադիր պետությունից, նաև մրցակիցներից հաճախ դա դիտարկում են որպես մրցակցային առավելություն, որ մրցակիցները չգիտեն, սակայն իմ կարծիքով մրցակցային առավելություն ոչ թե ընկերության ցուցանիշներն են, այլ այդ ցուցանիշների հետևում ընկած նորարարությունը, աշխատավոճը, մոտեցումները։ Դա է մրցակցային առավելությունը, որը դժվար է կրկնել։
Ինչ վերաբերում է կոնկրետ մեր ընկերությանը, մենք արդեն բավականին երկար ժամանակ լավ տնային աշխատանք էինք կատարել։ Դեռևս 2008 թվականին մեր ընկերության բաժնետեր էր դարձել EBRD-ին, Եվրոպական զարգացման միջազգային ինստիտուցիոնալ ներդրող, որը ոչ միայն բերեց ֆինանսական միջոցներ, այլև ինչպես նշեցի, կորպորատիվ կառավարման կուլտուրա։ Արդեն ավելի քան 10 տարի է մեր ընկերությունում ներդրված է կորպորատիվ կառավարման կուլտուրա, մենք ունենք տնօրենների խորհուրդ, ունենք անկախ անդամներ տնօրենների խորհրդում, այսինքն տնօրենների խորհրդում ոչ միայն բաժնետերերն են կամ իրենց ներկայացուցիչները, այլ նաև էքսպերտներ, ինչպես նաև մեր ֆինանսական հաշվետվությունները արդեն 10-րդ տարին է, որ խմբի մակարդակով, մեր ընկերությունների խմբի մակարդակով աուդիտ են անցնում այսպես կոչված մեծ քառյակի ընկերություններից մեկի կողմից, Big 4-ի կողմից, արդեն 10 տարի է, ու այդ նշաձողը սահմանել են մեր բաժնետերերը, ու նաև դրա շնորհիվ մենք շատ համեմատաբար այս պահին հեշտ մտանք կապիտալի շուկա, որտեղ պատրաստ էինք։ Բնականաբար մտնելով էլ ավելի մեծ թափանցիկություններ ենթադրվում, եթե մենք մեր հաշվետվությունները հրապարակում ենք տարին մի անգամ, հիմա պետք է հրապարակենք 6 ամիսը մեկ, որովհետև դա օրենքի պահանջ է, մեր ընկերությունում տեղի ունեցող էական իրադարձությունները մենք պետք է ներկայացնենք հանրությանը, հա, ինչ որ եթե լուրջ փոփոխություն է տեղի ունենում բիզնեսում, պետք է հաշվետու լինենք, ներկայացնենք պարբերաբար։ Այո, որովհետև դրանց միջոցներն են տնօրինում։ Այո։ Ինչ վերաբերում է IPO-ին, մեր ընկերության փորձը դրական ցույց է տվել, որ ճիշտը քայլ-քայլ առաջ շարժվելն է։ Ինչ որ մի փուլում ոչ հեռու ապագայում վստահ եմ, որ մենք դրան էլ կհասնենք։ Հետաքրքիր է։ Որովհետև նաև այս թողարկումը ճիշտ է մի օր տևեց, բայց շատ հետաքրքիր էմոցիաներ առաջացրեց, նոր էմոցիաներ էր, մինչև այդ չվերապրած, որովհետև այդ հետադարձ կապը, որ նշեցի, շատ հետաքրքիր էր։ Այսինքն, այստեղ ոնց որ ուղիղ կապի մեջ ես մտնում, ճիշտ է, նորից ֆինանսական միջնորդների միջոցով, բայց ոնց որ ուղիղ կապ է ստեղծվում քո ու բազմաթիվ ներդրողների միջև։ Այո, շուկայի զարկերակը զգում ես, քո նկատմամբ վստահությունը զգում ես։ Այո, պուլսը պահում ես։ Պարոն Մացակյան, դեղատնային ցանցը այդ առաջ էր, այսպես ասած, ուղղակի դեղատներ, որոնք ինչ որ մի ձև իրար հետ կապված էին, հա, նույն ընկերությանն էին պատկանում, բայց հիմա առողջապահական համակարգի շատ կարևոր մաս են։ Եվ դրանք ոչ միայն դեղ վաճառող կետեր են, շատ անգամներ նաև, եթե կայացած դեղատնային ցանցի մասին է խոսքը, նաև խորհրդատվական ինչ որ ֆունկցիա են իրականացնում, հա։ Alpha Pharma նորարարական այդ առումով ինչ լուծումներ է պատրաստվում ներդնել սպասարկման որակը բարձրացնելու համար։ Այո, արդեն բավական երկար ժամանակ է ինչ դեղատուն կոնցեպտը դուրս է եկել իր ավանդական սահմաններից։ Ու ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը միշտ առաջամարտիկն է այդ սահմանները փոփոխման իմաստով։ Ինչպես նշեցիք, մենք արդեն երկար ժամանակ է դեղ վաճառողից գնացել ենք դեպի առողջապահական խորհրդատվություն, առողջապահական ավելի լայն ծառայություններ մատուցելու ճանապարհով։ Մասնավորապես դեռևս 10 տարի առաջ մենք որոշում կայացրեցինք, որ պետք է մեր դեղատների ֆորմատը բացենք, որովհետև դեղատները ավանդապես ոնց են փակ, չէ, պահարանների հետևում դեղերը դրած։ Մենք գնացինք այլ ճանապարհով, բացեցինք մեր դեղատները եւ բառից բուն եւ փոխաբերական իմաստով։ Հիմա մենք ունենք բազմաթիվ դեղատներ, որտեղ բաց ֆորմատի առևտրային սրահներ կան։ Այնտեղ հաճախորդը մտնում ինքն է որոշում ինչ վերցնել, որտեղ վերցնում է, կան նաեւ խորհրդատուներ սրահում, ովքեր խորհրդատվություն են տալիս, այսինքն հենց շփումը մեր հաճախորդի հետ ավելի անմիջական է եւ ավելի բովանդակային։ Եվ երբ որ մենք սկսում էինք այդ նախագիծը, բավականին մեծ անորոշություն կար, արդյոք կհաջողենք թե ոչ, սակայն ուրախ եմ հիմա եթե 10 տարին նայեմ, մենք փոխել ենք դեղատնային շուկան Հայաստանում, մենք
հիմա վաճառում ենք ոչ միայն դեղեր, այլ նաև բուժական կոսմետիկա, բիոակտիվ հավելումներ, օրթոպեդիկ պարագաներ, այսինքն շատ ավելի լայն սպեկտր ենք մենք հիմա ծածկում։ Եթե նայենք ուղիների տեսանկյունից, թե ինչպես ենք մենք հասնում մեր հաճախորդներին, ավանդական հասանելիության հետ մեկտեղ մենք նաև հիմա ունենք on-line դեղատուն, որը բավական լավ զարգանում է։ Նայում ենք նաև այլ տարբերակներ մեր հաճախորդների հետ շփման կետեր ստեղծելու։ Շատ լավ։ Քանի որ հանրային միջոցներ եք ներգրավում, չեմ կարող այս հարցը չտալ, որովհետև այնուամենայնիվ դեղագործական ոլորտը հիմնականում դեղեր իսկ մենք ներկրում ենք արտասահմանից, տարբեր արտադրողներից, թեպետ կան նաև տեղական արտադրողներ, բայց քանի որ ներկրում է, դա բավական այսպես զգայուն է տատանումների եւ մատակարարման շղթաների տեսանկյունից, խափանումներ հանկարծ կարող են լինել կամ չլինել։ Ինչպես է դառնում ձեր բիզնես մոդելը եւ կանխիկի կայուն հոսքը երաշխավորում պարտատոմսերի սպասարկումը հնարավոր ցնցումների դեպքում տնտեսական։ Մեր բիզնեսը, եթե նայենք ցուցանիշների մակարդակով, բավական մեծ կայունություն ունի, ու նաև դա էր պատճառը, որ ինստիտուցիոնալ ներդրողներ շատ արագ որոշում կայացրեցին ներդնելու մեր պարտատոմսերի մեջ։ Ու նաև մենք ունենք արդեն կուտակած մեծ փորձ, շատ ճիշտ նշեցիք, հատկապես հիմա, ինչպես նաև ոչ վաղ անցյալում, հիշենք կովիդի տարիները, լոգիստիկ շղթաները հաճախ կոտրվում էին, նաև հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ դժվարությունները։ Սակայն մեր որդեգրած քաղաքականությունը դիվերսիֆիկացիան է, այսինքն որովհետեւ մենք մի աղբյուրից չստանանք այն անհրաժեշտ դեղորայքները եւ պարագաները եւ անհրաժեշտության պարագայում կարողանանք արագ մի ուղուց տեղափոխվենք մեկ այլ ուղի։ Մի հատ օրինակ բերեմ, օրինակ կովիդի ժամանակ, երբ որ շատ մեծ ճնշման տակ էր բիզնեսը ընդհանրապես, նույնիսկ առողջապահական բիզնեսը, որտեղ մենք քաղաքի կենտրոնում բազմաթիվ դեղատներ ունեինք, որտեղ մարդիկ ուղղակի չէին այցելում, որովհետև լոկդաուն էր, Իսկ մեր բիզնեսին էլ էր նեգատիվ առումով ազդում, չնայած շատերին կարող է թվա, որ դեղագործական բիզնեսը շահած դուրս եկավ։ Այո, որովհետև առողջապահական խնդրեմ էր դրա համար։ Իսկ կարող եմ ասել շահած դուրս եկավ քիչ վնասներով, բայց այդտեղ մի հատ հետաքրքիր դրսևորում եղավ, մենք արդեն գրեթե մի տարի ունեինք առաքման ծառայություն, on-line դեղատուն։ Ու դուրս եկա, որ on-line դեղատունը առաքման ծառայությունը լուծում է այդ իրավիճակում։ Ու մեր այդ ծառայությունը այդ ֆոնին զարգացավ։ Այսինքն, ինչ հետևության են գալիս, որ պետք է շարունակաբար բիզնեսը զարգացնել տարբեր ուղիներով եւ ինչ որ մի պահի այդ ուղին, որը դու զարգացրել էիր, անսպասելիորեն քեզ կօգնի դժվար իրավիճակներում։ Հենց դիվերսիֆիկացիա ես տենց եմ հասկանում։ Ու on-line դեղատան միջոցով մենք կարողացանք մեղմել, որտեղ արդեն ունեինք առաքման ծառայություն, այն ժամանակ դեռ նույնիսկ վեբկայքով չէին կարողանում պատվիրել, ունեինք զանգերի կենտրոն, ու մարդիկ ուղղակի զանգում էին, մենք պատվերը գրանցում էինք ու առաքում էինք իրականացնում։ Այո, պետք է ուղղակի ճկուն լինել նման իրավիճակներին արձագանքելու համար։ Լավ, եթե տեղափոխվենք, քանի որ 36 ամսով է այս պարտատոմսերը, որ տեղաբաշխվել եք, միջոցները, որ ներգրավել եք, եթե 36 ամիս այսպես առաջ տեղափոխվենք, եւ 2028 թվականին որ նպատակները, որ խնդիրների լուծումները ձեզ թույլ կտան ասել, որ եթե այդ ժամանակի կոնտեքստով նայենք, փաստել, որ պարտատոմսերի այս թողարկումը լիովին ծառայեց իր նպատակին եւ նպաստեց ընկերության զարգացմանը։ Եթե մի քանի նպատակներ ֆիքսենք, դեղատնային ավելի ամուր եւ ընդլայնված ցանցն է այդ նպատակը, արտադրական ավելի հզոր հզորությունները եւ ավելի ճկուն եւ արդիականացված լոգիստիկ ցանց։ Եթե այդ 3 նպատակներին մենք հասնենք 3 տարի հետո, այս ներգրաված միջոցների շնորհիվ կհամարենք, որ արդյունավետ օգտագործեցինք հանրությունից ներգրաված ֆինանսական միջոցները։
Alpha Farm արդեն 30 տարվա պատմություն ունի։ Սա բավական պատկառելի տարիք է հայկական բիզնեսի համար, որովհետև 90-ականների ձևավորված ոչ բոլոր բիզնեսներն են, որ գոյատևելի հասել են այսպես 21-րդ դար եւ 2025 թվական, եթե ամփոփենք անցած ճանապարհը, ինչից սկսեցիք դուք։ Չեմ, մեկ դեղատնից եք սկսել, երկուսից եւ իսկապես այն ժամանակում այսպես տեսլական եւ պատկերացում ունեիք նման հեռանկարի, որ կդառնաք խոշորներից մեկը Հայաստանում եւ ինչպիսին եք տեսնում ընկերության զարգացման հաջորդ փուլը։ Իրոք, երբ որ հետ ենք նայում, զարմանալի ճանապարհ է անցել ընկերությունը։ Ընկերությունը սկսել է իր ճանապարհը Գյումրի քաղաքից, դա էլ կուզեմ նշեմ, մեր բաժնետերերը շատ բաներ են սկսվել Հայաստանում։ Այո։ Մեր բաժնետերերը Գյումրիում եղել են դեղագետներ, դեղատների վարիչներ են եղել եւ մասնավորեցման process-ը երբ որ գնացել է անկախացումից հետո ամեն մեկը մեկ դեղատան տեր են դարձել ու ինչպես նշեցիք շատերը չեն հասել 21-րդ դար, սակայն ինչն է որ տարբեր են արել մեր բաժնետերերը գնացել են միավորման ճանապարհով։ Այսինքն մի քանի բաժնետեր ոչ թե ամեն մեկը առանձին շարժվել է առաջ, այլ որոշել են միավորվեն եւ ստեղծեն դեղատնային ցանց։ Դա կարծում եմ առաջին են կարևոր քայլն է եղել, որ Alpha Farm-ին դարձրել է ավելի ուժեղ, որտեվ հայերս չենք սիրում միավորվել, ավելի շատ սիրում ենք։ Դա է ուզում ասել, որ ոչ տիպիկ քայլ է եղել հայկական իրականության համար։ Ու հիմա եթե հետ ենք նայում, շատերը ով այն ժամանակ ավելի ուժեղ դիրքեր են գրավել շուկայում, հիմա չկան կամ շատ ավելի համեստ դիրքեր են։ Երկրորդ քայլը, որ մեծ որոշում է եղել, ավելի թափանցիկ դառնալն է, որովհետև հեշտ չի մեր իրականությունում գնալ այդ ճանապարհով։ Միշտ կա գայթակղություն, ինչ-որ բան թաքցնելու, հավելյալ եկամուտ կորզելու, հա։ Հատկապես խորհրդային անցյալը հաշվի առնելով պետությունից պետք է միշտ ինչ-որ բան թաքցնես։ Ու կարող եմ ասել, որ արդեն ավելի քան 15 տարի է մեր ընկերությունը բացարձակապես թափանցիկ ճանապարհով է շարժվում, դա ցույց է տալիս եւ մեր ստուգումների արդյունքները հարկային մարմինների կողմից, մենք միշտ հարկային ստուգումները անցել ենք նվազագույն տուգանքներով, եղել են բազմաթիվ տարիներ, երբ այդ տուգանքները եղել են զրոյական, իսկ երբ որ եղել են տուգանքներ, դա եղել են ոչ թե միտման, այլ սխալի արդյունք։ Սա երկրորդ քայլն է, որ մենք արդեն 15 տարի է ընտրել ենք այդ թափանցիկության ուղին եւ երրորդը կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրումն է։ Հայաստանում կան շատ ընկերություններ, որոնց կարելի է կոչել անգլերեն ասեն one man show, այսինքն մի մարդու շոու է, ու դա վերջում բերում է մեծ խնդիրների։ Սերնդափոխության ժամանակ Alpha Farm-ը կարող եմ ուրախությամբ ասել, որ հաղթահարել է այդ սինդրոմը եւ ընկերությունը հիմա կախված չի մեկ հոգուց։ Այսինքն աշխատում է թիմ։ Կա փոխապահովագրություն, հա, եթե ինչ-որ մեկը թիմից հեռանում է կամ ինչ-ինչ պատճառներով լքում է ընկերությունը, մեխանիզմը շարունակում է աշխատել, որովհետև թիմը տեղում է։ Երևի թե սրանք են այն կարևոր հիմնարար կետերը, որի ժամանակ մենք ճիշտ որոշում ենք կայացրել եւ կարողացել ենք 21-րդ դար մտնել որպես Հայաստանի ամենամեծ դեղատնային ցանց։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civil Light Business-ի զրուցակիցը Միքայել Մացակյանն էր։ Ցտեսություն կհանդիպենք։